Բարև հարգելի Facebook-յան հետևորդներ, Ageless ակումբից իրականացնում ենք Ageless Live ուղիղ միացումը։ Ձեզ հետ եմ ես, Սանա Գյուրջանես, մասնագիտությամբ մաշկաբան։ Այսօր խոսելու ենք շատ արդի թեմայի մասին, թե որ թեման է մեր մոտ այսօր զրույցի տեսքով ընթանալու, մի փոքր ուշ կներկայացնեմ, ուզում եմ ասել, որ դուք կարող եք ձեր բոլոր հարցերը իմ այսօրվա հյուրին գրել մեկնաբանությունների դաշտում կամ եթե ցանկանում եք, որպեսզի ձեր հարցը հնչի անանուն, կարող եք մեր էջին, Ageless Club Armenia էջին գրեք անձնական նամակով։ Այսօր մենք խոսելու ենք կրծքագեղձերի պլաստիկ վիրաբուժության մասին, մամոպլաստիկայի մասին եւ այսօրվա իմ հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբույժ, Նաիրի բժշկական կենտրոնի պլաստիկ եւ դիմածնոտային բաժնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Ենոքյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Հարգելի հետևորդներ, նշեմ նաև, որ Հայկ Դավիդովիչը 2017 թվականի աշնանային համարին Ageless ամսագրի շապիկին է տեղ գտել, ինչպես նաև ամսագրում զետեղված է նրա հարցազրույցը։ Մինչև անդրադառնանք բուն թեմային, կխնդրեմ, որպեսզի ասեք մի քանի նախադասությամբ ինչ է իրենց ներկայացնում կրծքագեղձը, ինչ ֆունկցիաներ է իրականացնում։ Շատ բարի, ուրեմն նախ ասեմ, որ շնորհակալ եմ հրավերի համար եւ կարծում եմ, թե հետաքրքիր հարցազրույց կունենանք ինֆորմացիոն առումով եւ շատերի հուզող հարցերին կտանք պատասխաններ, ինչու կրծքագեղձ եւ կրծքագեղձի պլաստիկա, որովհետեւ քթի պլաստիկ վիրահատությունների մասին խոսել են չափազանց շատ, ես կարծում եմ, որ կրկնողությունը իհարկե գիտության մայրն է, բայց այս դեպքին չի վերաբերվում եւ մենք ունենք շատ ավելի հետաքրքիր ոլորտ, մասնավորապես կրծքագեղձը, որը որ տարեց տարի ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում, թեկուզ եւ այն պատճառով, որ կրծքագեղձը ունի շատ կարևոր ֆունկցիա կնոջ օրգանիզմում եւ ցանկացած մարդու համար, քանի որ հանուկ հասակում, մորացին հասակում ցանկացած մարդ սնուցում է ստանում մոր կրծքագեղձից եւ ապա հենց հիմա նոր հիշեցի, որ մենք դեռևս ուսանող էինք եւ Հայաստանում կար մի սրճարան, որը կոչվում էր Հեքիաթ եւ հումորային ասում են ինչ նմանություն կա կնոջ կրծքագեղձի եւ Հեքիաթ սրճարանի միջեւ եւ պատասխանը հայկական ռադիոն հնչեցնում էր այսպես, որ երկուսն էլ ստեղծված են փոքրերի համար, բայց օգտվում են մեծերը։ Եվ այս հումորային նոտայով կարող եմ ասել, որ կրծքագեղձը իրոք շատ հետաքրքիր է եւ կնոջ կյանքում շատ մեծ դեր է խաղում, հետեւաբար բոլոր հարցերը պլաստիկ վիրաբուժության հետ կապված այս օրգանի իհարկե կարծում եմ շատ հետաքրքիր է։ Կարծում եմ դուք այսօր իրար հետ փորձենք լուսաբանել եւ բացել ճակերտները, թե ինչի մասին է խոսքը։ Արտերկրում շատ են դիմում պլաստիկ վիրաբուժության, վիրահատության հենց կրծքերի մեծացման համար։ Հայաստանի Հանրապետությունում ինչպեսին է դիմելությունը, կա ինչ-որ ստատիստիկ տվյալներ։ Ну, տեսեք, ստատիստիկա որպես այդպեսին չի վարվում, որովհետև դա ընդհանուր առմամբ պետք է նախարարությունը վարի, կարծում եմ, որ չունենք ամենայն դեպս ստատիստիկա, բայց մենք ունենք հնարավորություն հաշվարկելու եւ տեսնելու ամեն մեկս մեր պրակտիկայում եւ քանի որ կա պլաստիկ վիրաբույժների ասոցիացիա եւ մենք շատ հաճախ իրար հետ շփվում ենք, միջազգային կոնգրեսներ ենք կազմակերպում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, դեպաբար մենք ունենք պատկերացում հստակ թե ինչպես է սա զարգանում եւ կարող եմ վստահորեն ասել, որ տարեց տարի ինչպես ժամանակին ռինոպլաստիկաներ շատ քիչ զարգացած Հայաստանում, իսկ այսօր նույնիսկ նոր ավարտ վիրաբույժները զբաղվում են ռինոպլաստիկայով, ապա կրծքագեղձի հետ կապված վիրահատությունները եւս բավական աշխուժ եւ ակտիվ ձևով սկսում է զարգանալ թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում եւ մենք ունենք դրական դինամիկա, այսինքն շատ ավելի հաճախ տարեց տարի սկսում են մեզ դիմել
թե կրծքագեղձի մեծացնելու համար զուտ էսթետիկ եւ թե նաեւ բուժական այլ տեսանկյուններից, դա կարող է վերաբերվել ուռուցքային հիվանդություններին կամ հետլակտացիոն պտոզներին, այսինքն իջեցումներին եւ մի շարք այլ խնդիրներով, որոնցով դիմում են։ Մեծացնելու տեսանկյունից ասեմ, որ դա ամենաարդյունավետ եւ իմ կողմից ամենասիրված վիրահատությունների թվին է պատկանում, ինչու որովհետեւ բավական էֆեկտիվ, այսինքն հենց մի անգամից աչքի առջև վիրասրահում մենք տեսնում ենք էֆեկտը։ Կարիք չկա ամիսներ սպասել, ոնց որ ասենք քթի պլաստիկայի դեպքում միջև այգուցները իջնեն, կապտուկները անցնեն եւ այլն։ Մի անգամից էֆեկտը մենք տեսնում ենք եւ կարող եմ ասել, որ պացիենտների գրեթե 100%-ը բավարարված են գնում, որովհետեւ այն ինչի համար դիմում են, նրանք ստանում են լիարժեք։ Ու մնացած դիտարները իհարկե կքննարկենք հիմա։ Մեր երկրում քանի տարեկանից է թույլատրվում դիմել տվյալ վիրահատությանը եւ արդյոք կա նախընտրելի տարիք, որպեսզի իրականացնենք տվյալ վիրահատությունը։ Տեսեք, ուրեմն ասեմ, որ չկա տարբերություն թե մեր երկրում, թե այլ երկրում, հակառակը կասեմ, որ մենք աշխատելով Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ վիրաբույժներս ուղղորդվում ենք միջազգային ցուցանիշներով, այսպես կոչված ուղեցույցներով, հետևաբար առանձին նման ինչ-որ կանոնակարգ չկա, որ մեր առողջապահության նախարարությունը առանձին նման հրաման ունի, չէ, դա միջազգային ընդունված ստանդարտներ են։ Երբ կարելի է մեծացնել կրծքագեղձը։ Նու տեսեք, սեռահասունացումից հետո, այսինքն երբ կա կենսաբանական տարիք եւ անձնագրային տարիք, մենք հետևում ենք կենսաբանական տարիքին։ Եթե աղջիկը, օրիորդը կամ կինը արդեն ձևավորված են, այսինքն իրենց սեռական երկրորդային հատկանիշները արդեն ձևավորված են, մենք գնահատում ենք իրավիճակը, օրինակ կան ասիմետրիաներ, անհամաչափություններ, մեկ կրծքագեղձը ավելի մեծ, մյուսը ավելի փոքր։ Սա միջև ամուսնանալը արդեն ցուցված է կատարել պլաստիկա, որպեսզի ձեռքազատենք հոգեբանական լուրջ խնդիրներից։ Իդեպ ասեմ իմ անձնական պրակտիկայում այդ կրծքագեղձի անհամաչափությունները բավական հաճախ հանդիպում են եւ մենք շատ արդյունավետ դա շտկում ենք։ Կամ փոքրացնում ենք մեծ կրծքագեղձը, կամ հակառակը փոքրը մեծացնում ենք նայած նախասիրությունների կոնկրետ անձի եւ անատոմիական ցուցանիշների։ Տարիքը դա սեռահասունացման տարիքն է։ Ու կարող ենք այսպես վերցնել 16-18 տարեկան։ Այլ խնդիր, որ եթե կինը պատրաստվում է հրեանալ, կերակրել կրծքով, մենք միշտ զգուշացնում ենք, որ կրծքագեղձի ձևը փոխվելու է։ Եվ եթե ակնկալում ենք վերջնական հստակ արդյունք, իհարկե ցանկալի է այդ իմպլանտացիան կատարել կերակրելուց հետո, երբ կրծքագեղձը արդեն իր հիմնական փոփոխությունները ապրել է։ Թեև կանանց մեծ մի զգալի մաս ասում են, որ մենք դեռ չենք պլանավորում հղիություն, կամ որ պլանավորենք չենք կերակրելու կրծքով եւ պահանջում են, շակերտներով ասած, պահանջում են, այսինքն իրենց հստակ ցանկությունն են մեզ հայտնում, որ ունենան ավելի գեղեցիկ կամ մեծ չափի կրծքագեղձ, հետեւաբար տարիքային սահմանափակումը ես կդնեի այս 16-18 տարեկան։ Մինչ դիմելը վիրահատության, պացիենտը ինչ պետք է իմանա։ Փաստացի ամեն ինչ։ Ուրեմն տեսեք, ամբողջ աշխարհում ընդունված է այսպես կոչված ինֆորմիրованное согласие, տեղեկացված համաձայնագիր, հա, ոչ թե ինչ որ ապահովագրության հետ կապված, այլև ինֆորմացիա հաղորդելու համար։ Սա մենք նույնպես կիրառում ենք մեր պրակտիկայում։ Ինչքան շատ ինֆորմացիա պացիենտը ունենա միջև վիրահատությունը, այդքան ավելի հեշտ կլինի հետագայում, թե պացիենտի համար, թե բժիշկի համար։ Մենք ոչինչ թաքուն չունենք պահելու մեր պացիենտներից, ամեն ինչ թափանցիկ, բոլոր հարցերին մենք պատասխանում ենք, բոլոր հուզող պահերը լուսաբանում ենք մինչև վիրահատությունը։ Այնպես որ ամեն ինչ էլ պետք է պացիենտը իմանա։ Այլ խնդիր, որ պացիենտները կարող են հաճախ մեզանից ինչ-որ բան թաքցնել, որը ես միշտ հորդորում եմ, որպեսզի մեզանից ոչինչ չթաքցնեն, թե նախկինում տարած վիրահատություններ, թե որևիցե էնդոկրին հիվանդություններ, թե ընդհատված հղիություններ եւ այլն եւ այլն։ Այսինքն ես միշտ անգամ ասում եմ, դուք
տերտերից կամ սուրբ օրից կարող եք ինչ-որ բան թաքցնել, բայց բժիշկից ոչինչ մի թաքցրեք, որտեղ բժիշկին վստահում եք ձեր կյանքը։ Հետևաբար թաքցնելու ոչինչ չկա, մենք չունենք հաստատ ոչ մի հարց, որը չենք լուսաբանում, ամենահաճախ տրվող հարցերից է արդյոք դա կազդի կաթնադրության վրա, то есть կարողանանք հետո կերակրել, թե չէ, այո կարողանանք, արդյոք դա քաղցկեղ կառաջացնի, թե չէ, ոչ քաղցկեղ չի առաջացնի, ընդ որում դա բոլորը գիտականորեն հիմնավորված պատասխաններ են, այլ ոչ թե օդից վերցրած կամ կամայական պատասխաններ։ Ցուցումներից նշեցիք ասիմետրիան կրծքագեղձերի, ինչպես նաև ցանկությունը։ Այլ ցուցումներ կան կրծքագեղձի մեծացման։ Մեծացնելու համար հոգեբանական ցուցումներն են, որովհետև ես շատ կանանց գիտեմ, որոնք այդ թինեյջերական տարիքից սկսած ունեն խորը կոմպլեքսներ, հարթույթներ իրենց կրծքագեղձի չափերի հետ կապված։ Դա մոտավորապես համեմատելի է տղամարդկանց շրջանում համապատասխան նույնպես խնդիրների հետ, կինը, որը ունի ձևավորված կուրծք, իհարկե ունի կոմպլեքսներ, որպես կանոն իրենք ուզում են ունենալ նորմալ, գեղեցիկ, էսթետիկ, գուցե նաև էրոտիկ կուրծք։ Եվ այսօրվա դրությամբ պլաստիկ վիրաբուժությունը այդ հնարավորությունը ընձեռնում է եւ ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Իհարկե գրագետ եւ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում կարելի է հասնել այդ արդյունքի։ Նշեցիք էսթետիկ տեսանկյունից, մինչև որ չափսը կարելի է մեծացնել, նորմայի սահմանները որոնք են։ Ուրեմն ասեմ, նախ նորմա հասկացողությունը շատ հարաբերական է, կախված ռասայից, տարիքից եւ սոցիումից։ Տեսեք, օրինակ, որպես համեմատություն ասեմ, Բրազիլիայում ընդունված է, որ կանանց հետույքը պետք է շատ մեծ լինի։ Եվրոպական երկրներում նման, ասենք, չափանիշ գոյություն չունի։ Նույնը մենք կարող ենք ասել կրծքագեղձերի։ Թեև ըստ ինձ, այստեղ ամենակարևոր պահը դա իհարկե հասակը, կնոջ հասակը եւ կրծքավանդակի շրջագիծը։ Սա ինք հաշվի առնում։ Այսինքն պետք է ամեն ինչ լինի ներդաշնակ։ Ես երբևիցե կողմնակից չեմ շատ մեծ կրծքերի։ Այսինքն եթե պացիենտկան դիմում է ցանկությամբ շատ մեծ կուրծք ունենալ, ես ամեն կերպ փորձում եմ հետ համոզել, որպեսզի անբնական մեծ կուրծքը դա գեղեցիկ չի, մեկ, եւ երկրորդը դա ֆունկցիոնալ առումով եւս այդքան ընդունելի չի։ Հակառակը մեզ բավական հաճախ դիմում են շատ մեծ կուրծքը փոքրացնելու համար, որտեղ դա նաեւ կենցաղային շատ մեծ դիսկոմֆորտ է պատճառում։ Հագուստի ընտրության առումով, մաշկաբորբերի տեսանկյունից, որպես մաշկաբան համոզված եմ առնչվում եք նման խնդիրների հետ եւ մեծ կրծքագեղձի տակը մաշկը բորբոքվում է եւ որևիցե ձևով հարցը չի լուծվում, քանի դեռ չի արվում ռեդուկցիոն մամոպլաստիկա։ Եւ նաեւ այո, ողնաշարի վրա սկոլիոզի, ողնաշարի ցավերի, լումբալգիաների տարբեր պատճառ է հանդիսանում։ Հենց այսօր ես մի անունը բնականաբար չեմ տա, շատ հայտնի երգչուհի ինձ մոտ եկավ, արդեն ուղիղ մի տարի էր անցել վիրահատությունից, փոքրացրել էին կրծքագեղձերը եւ ինքը հայտնեց իր գոհունակությունը, թե ինչքան ինքը իրեն ազատ է զգում եւ անգամ շեշտեց, որ արդեն բեմի վրա առանց կրծքալի ինքը կարողանում է ելույթ ունենալ, շատ թեթև, շատ հանգիստ, հետեւաբար սա բացի էսթետիկայից նաեւ բուժական լուրջ դերակատարում ունի փոքրացնելու մասին։ Հետեւաբար մենք ինքներս արհեստականորեն չպետք է ստեղծենք խնդրեմ կնոջ համար։ Թող լինի միջին գեղեցիկ չափի, որը կսազի իր կազմվածքին։ Սա շատ անհատական է, մենք կատալոգներով ունենք 400-ից ավել տեսակի պլան, որը ընտրում ենք անհատական, կոնկրետ, որոշ դեպքերում անգամ պատվիրում ենք մեզ համար Գերմանիայում պատրաստում են անհատական իմպլանտներ, այսինքն կոնկրետ չափով կոնկրետ մարդու համար։ Խոսեցիք իմպլանտներից, տեսակներ են, որքան հասկացա, ինչով են տարբերվում իրարից։ Տեսեք, ինչպես եւ ցանկացած ոլորտ բժշկության մեջ, սա նույնպես էվոլյուցիա է ապրել, այսինքն ժամանակին օրինակ Գերմանիայում փորձել են դեռ 19-րդ դարում կանացի կուրծքը մեծացնել հեղուկ պարաֆինի ներարկմամբ։
այսինքն այսպես ինչ-որ շատ տգեղ եւ պրիմիտիվ մոտեցումներ եւս եղել են։ Սիլիկոնը իդեպ ամբողջ աշխարհում արտադրում է ընդամենը 3 գործարանում, այսինքն այդ բազմազանությունը իմպլանտների որ արտադրվում է, նրանց մեջի սիլիկոնը ընդամենը 3 գործարան է արտադրում աշխարհում, եւ հիմնական իմպլանտները բացի չափից ու ձևից որ տարբեր են, ունեն իրենց պատիճը, մասնավորապես ես տեսեք բերել եմ ինձ այդ իմպլանտներ, սա գերմանական պոլիցեխ իմպլանտներն են, որոնք բավական հարգի են եւ որակով, ունեն պատիճ, որի մեջ գելն է, եթե մենք այս իմպլանտը կտրենք, գելը իր կազմվածքը կպահպանի, չի հոսի որպես, բայց շատ կարևոր է պատիճը, որի հետ առնչվում է օրգանիզմի հյուսվածքը։ Կա տեսեք միկրոտեքստուրա, սա անհարթ է եւ համապատասխան ունի իր դրական կողմերը։ Կա պոլիուրետան, ամենավերջի սերնդի մշակումներն են, եւս անհարթ է եւ ունի շատ բարձր ընդունելություն օրգանիզմի կողմից, ինչի, որովհետեւ այնուամենայնիվ իմպլանտները օտար մարմին են եւ օրգանիզմի ներսը տեղադրելուց հետո օրգանիզմը ինչ-որ ձևով ռեակցիա է տալիս, հա, տեսեք, օրինակ ատամնային իմպլանտները պատրաստվում են տիտանից կամ նույն պրոթեզները հոդի եւ այլն։ Օրգանիզմը համաձուլվում է դրա հետ։ Սիլիկոնային իմպլանտները չի համաձուլվում։ Իրա շուրջ առաջանում է պատիճ, կապսուլա, որով օրգանիզմը իրան մեկուսացնում է արյան, ավշից եւ այլն։ Բայց նաեւ ներկայիս ժամանակից իմպլանտները օրգանիզմը չի ընկալում որպես օտարածին եւ շատ հանգիստ համակերպվում է այս իմպլանտների հետ։ Այլ խնդիր, որ տարեց տարի ավելի բարելավում են իմպլանտների որակը, այսինքն 10 տարի առաջ ուրիշ որակ էր, հիմա ուրիշ, համոզված եմ մի 10 տարի հետո էլ ավելի բարձր տեխնոլոգիաներով, այսպես կոչված նանո տեխնոլոգիաներով կպատրաստվեն, թեև այսօրվա իմպլանտները շատ որակով եւ վստահելի նյութից են պատրաստվում եւ մենք շատ մեծ հաճույքով դրանք օգտագործում ենք։ Լիպոֆիլինգի մասին, հա, խոսենք, որքան տեղյակ են պացիենտի ճարպը վերցնում եք, մեծացնում եք կուրծքը, արդյոք դա ավելի արդյունավետ է, քան իմպլանտները եւ լիպոֆիլինգի դրական կողմերը որոնք են կամ բացասական, եթե կան։ Դու տեսեք, լիպոֆիլինգ, լիպոս ճարպ, ֆիլինգ լցնել։ Տրավաբանորեն է, եթե ճարպը միտեղ ավելցուկ ունի եւ ցանկանում ենք ձերբազատվել այդ ճարպից, ապա նաեւ կան դեպքեր, երբ որ ճարպի պակաս ունենք եւ կուզենանք ավելացնել։ Մասնավորապես հենց կրծքի չափսերը մեծացնելու համար, նաեւ մարմնի այլ հատվածների որոշ դեպքերում ցուցված է օգտագործել ճարպը սեփական։ Դու դրականը նաեւ նա օտարածին չի իր սեփական հյուսվածքն։ Թեև պետք է ասեմ, որ այդ ճարպի փոխպատվաստումը եւս շատ տարիների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաներ ապրեց եւ ներկայումս մենք կիրառում ենք ճարպը լիպոֆիլինգի համար, բայց ոչ այդքան հաճախ կրծքագեղձերը մեծացնելու համար, որովհետեւ տեսեք, եթե չնչին միջև 100-150 մլ մաքսիմում, եթե պետք է ավելացնել կրծքի ծավալը, ապա կարելի է օգտագործել։ Դրանից ավելի մեծ ծավալների դեպքում խորհուրդ չենք տալիս լիպոֆիլինգով, ինչու, որովհետև այդ ճարպը ունի նաև իր հնարավոր բարդությունները, մասնավորապես թարախակալելու հնարավորությունը կամ միգուցե նաև ներծծվելու, ընդ որում անհամաչափ ներծծվելու։ Եթե մենք իմպլանտ ունենք հստակ ձև եւ նա չի ներծծվում, հա, ապա ճարպը կարող է տեղ-տեղ ներծծվել եւ առաջացնել անհամաչափություն։ Բացի դրանից մեծ քանակի ճարպը նաև ինֆեկցվելու հատկություն ունի, հետևաբար բավական նեղցություններ ես անձամբ դնում եմ լիպոֆիլինգի ճանապարհով կրծքագեղձի մեծացման եւ խորհուրդ կտայի չգայթակղվել այդ մեթոդով եւ օգտագործել մեծ չափի կրծքեր ստանալու համար։ Ավելի շուտ դա կոռեկցիոն մեթոդիկա է, քան ինքնուրույն լիարժեք մեթոդիկա է։ Սա իմ անձնական կարծիքն է, հիմնված նաև միջազգային փորձի։ Շատ լավ, կրծքերի մեծացման վիրահատության հակացություններ ունենք։ Իհարկե։ Որոնք են, կխնդրեմ մանրად։ Ասենք, նախ բոլոր այն հակացությունները, որոնք մենք հաշվի ենք առնում ցանկացած վիրահատության ժամանակ, դա է սրտային անբավարարությունը,
արյան մակարդելության հետ կապված խնդիրները, ինֆեկցիոն հիվանդությունները, հա, շաքարային դիաբետը, տարբեր տեսակի ուռուցքների արկայությունը, թեև ուռուցքների դեպքում կակրած շատ հաճախ մենք օգտագործում ենք, երբ համատեղ ուռուցքաբանների հետ մենք հեռացնում ենք ուռուցքը եւ միաժամանակյա վերականգնում ենք կրծքագեղձը, ասենք շատ հաճախ մեզ դիմում են եւ արտերկրներից եւ տեղի մեր բնակիչները նման հարցով, հա, եւ համապատասխան ուռուցքը ինքնին հակացություն չի պլաստիկ վիրահատության, հակառակը պլաստիկ վիրաբուժությունը միշտ գալիս է օգնության այս դեպքում, որպեսզի կինը անգամ ուռուցքային հիվանդությունից հետո ունենա լիարժեք կուրս եւ բավական լուրջ եւ ակտուալ խնդիր է, որը ես տեսնում եմ, որ եւս բավական ակտիվ մեր հանրապետությունը զարգացվում է եւ մենք շատ ակտիվ համագործակցում ենք ուռուցքաբանների հետ այս հարցում։ Քիչ չեն դեպքերը, երբ որ կինը գալիս է իմպլանտացիայի կամ պլաստիկայի եւ պրոֆիլակտիկ մամոգրաֆիայի ժամանակ մենք հայտնաբերում ենք ուռուցք, որի մասին կինը տեղյակ չէ։ Հետևաբար պլաստիկ վիրաբուժությունը նաեւ այս տեսանկյունից շատ դրական դեր է խաղում։ Կինը դիմում է պլաստիկայի եւ պարզվում է իր մոտ կա ուռուցք։ Եթե չդիմեր, չէր իմանա, որ իր մոտ ուռուցք է։ Հետևաբար մենք նաեւ ոնց որ ֆիլտրի դեր ենք խաղում այս դեպքում։ Հարգելի Facebook-յան հետևորդներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբույժ, Նաիրի բժշկական կենտրոնի պլաստիկ եւ դիմածնոտային բաժնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Ենոքյանը։ Հայկ Դավիդովիչ, կխնդրեմ պատմեք, որպեսզի մեր հետևորդները իմանան, ինչ էտապներից է բաղկացած կրծքագեղձերի մեծացումը եւ առհասարակ մամոպլաստիկան, ինչ արյան անալիզներ են տալիս, գործիքային հետազոտություններ, ինչպես է այդ խորհրդատվությունից սկսած։ Տեսեք, նախ առաջինը դա բժիշկ-պացիենտ կոնտակտն է, այսինքն առերեսումը, որովհետեւ սա ինչ է կարևորում, որովհետեւ ինֆորմացիոն դար է եւ շատ հաճախ պրակտիկապես ամեն օր մի քանի անգամ Viber, WhatsApp, Messenger ինձ գրում են կուրս վիրահատում եք, այո, ինչ արժի։ Իհարկե սա աբսուրդ է։ Այսինքն շատ կարևոր է բժիշկին այցելել եւ տեսնել, կոնտակտ լինի։ Առաջինը տեսնենք վիզուալ կուրսը, լսենք գանգատները, լսենք ցանկությունները, շոշափենք կուրսը, դրանից հետո կատարվում է պարտադիր մամոգրաֆիա կամ սոնոգրաֆիա, այսինքն որպեսզի կրծքագեղձի բուն հյուսվածքը մենք տեսնենք, որից հետո նոր վերջնական որոշում է, թե ինչպես վարվել, հաշվի առնելով օբյեկտիվ տվյալները եւ պացիենտկայի ցանկությունները, հա, որովհետեւ ասեմ, որ կրծքագեղձը բավական կարևոր օրգան է զուտ ֆիզիոլոգիայի տեսանկյունից եւ դիտարկել միայն զուտ որպես էսթետիկ միջամտություն, իհարկե դա չի կարող։ Շատ հաճախ հետազոտվելուց պարզվում է, որ կա նաեւ էնդոկրինոլոգի կոնսուլտացիայի կարիք, որը մենք բնականաբար կազմակերպում ենք, եւ բոլոր այն հետազոտությունները, որոնք ստանդարտ անցնում են, այսինքն արյան ընդհանուր քննություն, կարդիոգրամա, թոքերի ռենտգեն, բնականաբար եւ հեպատիտների որոշում։ Եթե այս բոլորը անցնում են եւ որևիցե հակացություն չենք հայտնաբերում, նոր արդեն կոնկրետ խոսում ենք վիրահատության մասին։ Վիրահատությունները մեծացնելու շատ անցնում են հեշտ, այդպես ասեմ, որովհետեւ տևողությունը ընդհանրապես կես ժամ, ոչ ավելի։ Տեխնիկապես դա իրականում դժվար չի, որովհետեւ մեծ կուրսը փոքրացնել շատ ավելի բարդ վիրահատություն է, քան փոքր կուրսը մեծացնել։ Փոքր կուրսը մեծացնելը կատարվում է կլասիկ եղանակը ենթակրծքային շրջան փոքրիկ մի քանի սանտիմետրանոց կտրվածքով մենք ստեղծում ենք ուրեմն գրպանիկ, ընդ որում բուն կրծքագեղձին չկրտիչելով։ Այսինքն մենք իմպլանտը տեղադրում ենք մեծ մկանի տակ, մեծ կրծքային մկանի տակ, սա է երաշխիքը, որ կրծքագեղձը իր ֆունկցիան պահպանում է, նույն հետագայում կերակրելու առումով եւ այլն։ Շատ արագ կատարվող վիրահատություն է, անգամ նույն օրը կարող ենք տուն ուղարկել պացիենտներին։ Փոքրացնելու վիրահատությունը մի փոքր ավելի երկարատև է, մի քանի ժամ է տևում, քանի որ երկու
վիրահատություն միաժամանակ աճ եւ ցախ կրծքագեղձի վրա, ես միշտ ասում եմ մի կրծքագեղձիներ շուտ վերջացնենք, մեկը վերջացնում ենք նույնատիպ վիրահատություն մյուսի վրա, հետեւաբար սա երկու վիրահատություն է փաստացի, որտեղ օրգանը զույգ օրգան է, հա, երիկամից քարեն հանում, մյուս երիկամից ձեռք չեն տալիս, կամ լեղապարկը մի լեղապարկ է, այստեղ երկու օրգան միանգամից դու վիրահատում ես մեկ վիրահատության ժամանակ, ու տեխնիկապես իհարկե նորից եմ կրկնում, մեծ կուրսքը փոքրացնել եւ ստանալ գեղեցիկ կուրսք շատ ավելի բարդ է, բայց մենք ունենք բավական լավ մշակված տեխնիկա, որոնք որ ըստ ցուցումների կիրառելու պարագայում մենք ստանում ենք բավական լավ կրծքագեղձ գեղեցիկ եւ հետ վիրահատական շրջանը որպես կանոն ընդհանուր շատ թեթև, որից այդպես արտառոց բարդություններ չունենք, միայն ամռան շոկ եղանակին, երբ քրտնարտադրությունը շատ է, այդ ժամանակ ցանկալի չի վիրահատվել, տարվա մնացած բոլոր եղանակներին կարելի է վիրահատությունը հեշտությամբ կատարել։ Այսքանը պրինցիպի ուրիշ տեղ սահմանափակումներ չկա, դու ամիս մոտապես 2 ամիս խորհուրդ ենք տալիս չգերծահրաբեռնվել ֆիզիկական աշխատանքի տեսանկյունից, մնացած արտառոց սահմանափակումներ չունեն։ Իսկ հնարավոր են բարդություններ, եթե հնարավոր են, ապա ինչպիսի բարդություններ կարող է առաջանալ։ Ցանկացած վիրահատություն կարող է ունենալ բարդություն։ Այս նախավիրահատական բոլոր հետազոտությունները ուղղված են այդ բարդությունների կանխարգելմանը եւ պացիենտի կողմից խստորեն հետևելը բժիշկի խորհուրդներին եւս ուղղված է այդ բարդությունների կանխարգելմանը։ Որպես կանոն որևիցե արտառոց բարդություններ այս վիրահատությունների ժամանակ չկա։ Կարող են կանայք ուղղակի ունենալ ավելի գերագնահատված ցանկություն, որը տարբերվի իրականությունից, դրա համար նախավիրահատական մենք մանրամասը քննարկում ենք եւ կինը, որը գալիս է վիրահատության, պետք է գիտակցի, որ մենք ձգտում ենք իդեալին, բայց իդեալը բոլորիս ուղեղի մեջ է, չէ՞, ամեն մեկը յուրովյա պատկերացնում, ասենք ես ուզում եմ Վիներա Միլոսկայի կրծքից ունենալ, հա, բայց սեփական հյուսվածքները կամ կազմվածքը չի համապատասխանում, բայց բոլոր դեպքերում պարտադիր ունենում ենք դրական փոփոխություն, հետեւաբար ինչ ունենք եւ ինչ ստացանք, միանշանակ միշտ դրական փոփոխություն ենք ստանում։ Ինչքանով է դա համապատասխանում կնոջ պատկերացրածին, դա կախված է իրատեսական մոտեցումից նաեւ։ Այսպիսի մի հարց էին տվել, մինչ եթեր դուրս գալը, հնարավոր է կրծքերի մեծացումից մաշկի շրջանում առաջանան ստրիաներ։ Ես իմ պրակտիկայում չեմ հանդիպել։ Շատ լավ։ Մոտավոր ինչ գումարի միջինում, նու գիտենք, որ իմպլանտից է կախված եւ մնացած հարցերից, ինչ արժեքի է կրծքագեղձերի վիրահատումը, որտեղ եթե տեսեք, ուրեմն կախված է վիրահատության ծավալից եւ թե ինչ գործողություն են կատարում։ Մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է իմպլանտով կրծքի մեծացմանը, սկսած $1800-ից մինչև $3000 արժողությամբ կա վիրահատության արժեք։ Դրա մեջ ներառված են անալիզները, իմպլանտի արժեքը, վիրահատությունը, նարկոզը, հետվիրահատական խնամքը։ Այս դիապազոնը այսպիսին է։ Լիֆտինգի համար էլ չէ՞ կարծեմ դիմում կրծքագեղձերի, միայն ուզում եմ հասկանամ, մեր երկրում հաճախ են դիմում, կարիքը շատ է։ Տեսեք, կանացի կուրծքը պարտադիր տարիների ընթացքում իջնում է, հա, եւ դա անխուսափելի process է, անգամ եթե կատարվում է վիրահատություն, միևնույն է տարիների ընթացքում կուրծքը նորից սկսում է իջնել, հա։ Հետևաբար այդ խնդրով դիմում են պրակտիկապես բոլորը։ Այսինքն, եթե անգամ կա փոքրացնելու խնդիր, նաև դրան զուգահեռ կա լիֆտինգի խնդիր։ Կամ եթե անգամ կուրծքը փոքր է, բայց կերակրող մայր է եղել, որպես կանոն պտոզ է տեղի ունենում, այսինքն իջեցում կրծքագեղձի, եւ իրական պտոզ մենք համարում ենք, երբ արիոլան պտուղի հետ մեկտեղ իջնում է ենթակրծքային ծալքից ներքև։
սա իրական պտոսն է։ Եվ կա կեղծ պտոս, երբ արիոլան եւ պտուկը այլ ենթակրծքային ծալքից ցածր չի, բայց կրծքագեղձի հյուսվածքն է դրանից ցածր։ Սա արդեն կեղծ պտոսներն են, բայց պտոս պրակտիկապես բոլորի մոտ հանդիպում է։ Այսինքն մոտ 90%-ի մոտ պտոսը կա։ Հետևաբար այո, շատ հաճախ է դիմում այդ հարցը։ Ժամանակին աղջիկը դիմել է կրծքագեղձերի մեծացման, բայց մի օր որոշում է հակառակը ետ վերադարձնի նախկին տեսքին։ Փոքրացնել։ Այո, հնարավոր է 10 րոպեվա վիրահատություն։ Շատ լավ, այսինքն խնդիր չի ունենալու, որովհետև այդ հարցը մեզ տվել են։ Մինչ եթերը մեր ավարտել է, ինչ կցանկանաք այն աղջիկներին դիմել, ովքեր ցանկություն ունեն, մտածում են կատարել վիրահատություն, սակայն կասկածների մեջ են։ Ու առաջինը կցանկանամ առողջություն։ Դա ամենակարևորն է որպես բժիշկ։ Երկրորդը կցանկանամ, որպեսզի ոչ թե երկար ու բարակ մտորումների մեջ լինեն, այլ դիմեն պրոֆեսիոնալի, որը այդ գործով կրթված է, զբաղվում է, ունի փորձ, գիտելիքներ եւ իրենց մտքերը կիսեն պրոֆեսիոնալի հետ։ Եթե անգամ չվիրահատվեն, կստանան իրենց հարցի պատասխանները կամ կհաստատվի իրենց ցանկությունը եւ կգան իրականացնեն իրենց երազանքը կամ հակառակը կորոշեն, որ դա իրենց պետք չի եւ հանգիստ կապրեն։ Սա կլինի իմ ցանկությունը եւ ոնց որ ասած ուղերձը։ Մեր թեմայից դուրս հարց են տվել, կատարել են քթի վիրահատություն, սակայն իրենց պահանջներին չի բավարարել, արդյոք կրկնակի վիրահատությունը հնարավոր է եւ բարդությունները կարող են առաջանալ։ Տեսեք, կրկնակի վիրահատություններ բավական հաճախ են կատարվում, հատկապես քթի պլաստիկայի հետ կապված, դեպ շատ տրամաբանորեն է, որ նման հարց են տալիս, որովհետև տեսեք, երբ որ շուրջ 20 տարի առաջ ես սկսեցի վիրահատել քթեր, հանրապետությունում 3-4 հոգի են քիթ վիրահատում, հիմա կարծում եմ մի 40-ից 50 հոգի քիթ վիրահատում են մենակ Հայաստանի Հանրապետությունում, նաև հետևաբար կլինեն շատ ոչ բավարար արդյունքներ, որովհետև դա բարդագույն վիրահատությունների շարքին է պատկանում։ Իմ պրակտիկայում պրակտիկապես ամեն 4-րդը, ով գալիս է վիրահատվելու, արդեն մեկ անգամ ուրիշտեղ վիրահատված է։ Այո, կատարում է երկրորդային պլաստիկա, դաժե երրորդային, չորրորդային, այսինքն գալիս են մարդիկ, որ նախկինում մի քանի վիրահատություն են տարել։ Դա բարդացնում է մեր աշխատանքը, բայց եւ մենք ունենք բավական մեծ փորձ այդ հարցում եւ գերակշռող մեծամասնությունին կարողանում ենք օգնել։ Հետևաբար եւս ուղերձը հետեւյալը կլինի, կարող են գալ, մենք կոնսուլտացիա կանենք, տեսնենք խնդիրը ինչու է կոնկրետ եւ եթե հնարավոր է ոչ վիրահատական ճանապարհով կարող ենք շտկել, այլ նույն ձեր ասած ֆիլերներով եւ այլն եւ եթե կարիք լինի վիրահատության, նույնպես կարող ենք կատարել։ Ես տեղյակ եմ ծանոթ պլաստիկ վիրաբույժներ ունեմ, որ ուրիշի արած վիրահատությունից հետո իրենք չեն վերցնում։ Ձեր պարագայում նման պահ չկա, ընդունված տրադիցիային համապատասխան մենք տվել ենք Հիպոկրատի երթում եւ եթե մարդը խնդրով դիմում է մեզ, դա մինիմում անբարոյականություն է, մարդուն մերժել օգնություն, եթե դու դա կարող ես անել։ Շատ է, այս հեռախոսահամարը բարձրաձայն եմ, թե այո։ Հարգելի հարցատու եւ առհասարակ Facebook-յան հետևորդներ, եթե ցանկանում եք իմ այսօրվա հյուրին պլաստիկ վիրաբույժ եւ դիմացոնային վիրաբույժ Հայկ Ենոքյանին դիմել եւ ավելի անհատական խորհրդատվություն ստանալ, կարող եք զանգահարել 091 33 02 10 հեռախոսահամարով, պայմանավորվեք խորհրդատվության համար եւ մոտենալ արդեն դեմ առ դեմ, այսպես ասած, ռեալ կյանքում ձեր բոլոր հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Եվ երևի թե այսքանով ավարտենք մեր այսօրվա եթերը։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, պլաստիկ եւ դիմացոնային վիրաբույժ, Նաիրի բժշկական կենտրոնի պլաստիկ եւ դիմացոնային բաժնի վարիչ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ եւ դիմացոնային վիրաբուժության բաժնի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Ենոքյանը։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։
համար։ Մենք հասկացանք, որ կրծքագեղձերի մեծացումը իմպլանտներով քաղցկեղ չեն առաջացնում, հանգիստ վիրահատությունից հետո աղջիկները կանայք կարող են կերակրել իրենց բալիկներին եւ շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ կարծում եմ բոլորս ստացանք։ Մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց, ձեզ բոլորիդ ցանկանում եմ հաճելի հանգստյան օրեր։ Առայժմ։